Այս սրճարանը ուրեմն 1996 թվականին բացվել է, երբ որ վերնիսաժը նորից բացվեց, այդ սրճարանը քաղաքապետ Վանո Սիրադեղյանի ժամանակ բացվել է հենց հատուկ նկարիչների համար։ Սրճարանը գործել է մինչև 2018 թվականը։ Այդ ընթացքում մենք հարցեր ունեինք պայմանագիրը երկարացնելու հետ կապված, մտանք դատարանը ամբողջովին մեր հայցը իրականացրեց։ 2018 թվականից մինչև 21 թվականը, երբ որ եկավ այս նոր իշխանությունը, մեր այդ process-ը անընդհատ ձգձգվում էր մեր պայմանագիրը երկարացնելու process-ը։ Դա վարձակալության պայման։ Դա վարձակալության պայմանագիրն էր։ 2021 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ իրանք մեր պայմանագիրը մինչև երկարացրեցին 31-ի դրությամբ, բայց սրճարանը կատեգորիկ չի գործել։ Իր հողի վարձակալության գումարները նորմալ ձևով տվել է։ Դրանից հետո հիմա դատական process-ի մեջ էր, մինչև հիմա մեր գույքը ունենք վկայական, որտեղ նշված է, որ կա ինքնակամ կառույցներ, այդ վկայականի հիման վրա մեր գործնել դատարանում էր պայմանագիրը երկարաձգելու համար։ Սակայն այսօր առավոտյան ծաղիկ վաճառողները զանգեցին, ասեցին, պարզվեց, որ քաղաքապետ Ավինյանը երեկվա դրությամբ որոշում է կայացրել ու այսօր ուղարկել է քանդելու։ Իրանք մեզ կատեգորիկ չեն տեղեկացրել, բայց ուզում եմ տեղյակ լինեք, որ հողի վարձավճարը, երբ որ պետք է մուծել, թեկուզ բան չկա, պայմանագրի երկարացումը գործող, իրանք մեզ զգուշացնում են, նույնիսկ տուգանքները գրում են, բայց քանդելու համար ոչ մի բան։ Սա լրիվ վանդալիզմը ամեն ինչի նկատմամբ։ Մենք մեր ոնց որ ասում պարտքը միշտ կատարել ենք, վարձավճարները մուծել ենք, եթե ինքը պետք է սրճարանը սենց ավիրեր, երեք որոշումը կայացրել, չէր կարա տեղյակ պահել։ Եթե գումար է, այդ գումարը իրան պետք է տեղյակ պահելու համար կարելի է նամակ ուղարկել, բա հիմա ինչի չեն ուղարկում։ Սա վանդալիզմ է, մեր հայ ժողովրդի նկատմամբ ընդհանրապես չի կարելի այս կարգի մարդկանց տերորի ենթարկել։ Այսինքն ձեզ նախապես անգամ ծանուցում չի։ Ոչինչ չի եկել, ոչ ծանուցում է եկել։ Եթե ծանուցում գար, մենք ինքներս դրա հետ կապված ներկա պահին մեր գործերը դատական process-ում է։ Հիմա ես պատրաստում եմ նամակ ուղարկել եւ դատախազին եւ Փաշինյանին, վարչապետին, այս անօրինականությունների հետ կապված ու այսքան գույքը դրեցին մի վարքանում, ջարտոխուրդ արեցին։ Տեսեք, քանի որ նշում եք, որ չի երկարաձգվում, ուրեմն նշանակում է սա համայնքային հողի վրա է կառուցվել։ Ջանա, ուրեմն ասեմ ձեզ, երբ որ տվել է փորձաքննության, ինչ որ դատարանը ուղարկել էր փորձաքննության, ըստ փաստաբանի ես իհարկե այդ օրենքներին այդքան տեղյակ չեմ, փորձաքննությունը պահանջել է իրանց փաստաթուղթ 60 հոդվածի մասին։ Այդ փաստաթուղթը մինչ այսօր քաղաքապետարանը չի ներկայացրել ու այդ փորձաքննության ընթացքը հələ գնում է։ Եվ փաստորեն, եթե իրենք ձեզ նախապես ծանուցեին, որ ասում եք մենք կանենք, դուք կքանդեիք այսինքն։ Քանդելը գոնե հնարավորին չափ գույքը կհանեինք, չէին քանդի կամ ինչ որ մի բան իր ես բան եմ արել ոստիկանություն եմ ներկայացրել այս անօրինականության վերաբերյալ այս անօրինականությունը ինչ ուզում են նեցել բա ինչի փորձաքննության տեղը չի ուղարկել ինքը փաստաթուղթ կամ քաղաքապետարանից ոչ մեկ չի բարեհաճում դատական process-ի մասնակցի իրանք մենակ քանդելն են սիրում այս այգու վրա քաղաքապետարանը 100 դրամ գումար չի ծախսել։ Երբ որ այգինի փրթե բարեկարգում էին, բայց ոչ քաղաքապետարանը բաներ կային, բարերարներ կային, չեմ անում Ֆրանսիայից էին թե Արգենտինայից էին։ Իրանք եկել հասել են այստեղ, դրանից հետո ստեղ ինչ տենում եք, նույնը նաև թողել էին սրճարանի տերերի վրա, որ իրանք բարեկարգեն։ Իրանք ստեղ 100 դրամի լումա չեն ունեցել։ Ինչն եք բարեկարգել օրինակ։ Այս գետինը տեսնում եք, փողոցի մասի լարիվ այդ սալիկները տեսնում եք, այնտեղ տեսնում եք, այս աթոռները տեսնում եք, այս քարից սարքած բաները, այդ սաղ մեր արածներն է։ Իսկ ներսում գույքային վնաս, որ կրել եք շատ է։ Շատ է, լարիվ գույքը լարիվ իրանք ջարտուխուրդ են ավել, ոչ մի բան չի մնացել, ոչ մի բան։ Փաստորեն Տիգրան Ավինյանի որոշումը եղել է Երևան-ԵՄ կայքում միայն։ Չէ, այսօր ես Տիգրան Ավինյանի որոշումը, ինձ ասում է դուք պետք է քաղաքապետարանի կայքը նայեք, կներեք 63 տարեկան կինեմ նստեմ, թե Ավինյանը քանից զարթնում է որտեղ ինչ է ուզում, այսօր իրան ձեռքներ, իրանցից են վերցրել այդ որոշումը։
Իրանց ձեռքին կան, որ երեք ինքը որոշում է կայացրել, այսօր էլ եկել է մարդ առանց զգուշացնելու քանդում է, բայց եթե 100 դրամ իրանց պարտք էս լինում, իրանք տեղում գտնում են հասցեով տեղեկացնում են։ Ինքնակամ շինություն էր, որից մենք մաքրում ենք համայնքային հողը, այն էլ համայնքային հող չի, քաղաքի կենտրոնում գտնվող պուրակա։ Մենք ոնց որ շարժում ենք օրենքի պահանջով, էլի ոնց օրենքը պահանջում է, տենց էլ անում ենք ծանուցումը։ Պարոն Պետրյան, այսինքն այդ սրճարանն այդտեղ ապօրինի է կառուցվել տարիներ առաջ։ Այո։ Ինքը մի քանի անգամ դիմել է ոնց որ օրինականացման, մերժվել է։ Տնօրենը ասում էր, որ ոչ թե մերժվել է, այլ իր վարձակալության երկարաձգման հարցը դատարանում է եւ ասում էր քաղաքապետարանից որևէ մեկը չի ներկայանում եւ անընդհատ ձգձգվում են այդ նիստերը։ Ակի ջան, ես անկեղծ չգիտեմ մանրամասները այդ գործի, բայց ես գիտեմ, որ ունենք համայնքային այգի եւ ունենք շինություն ինքնական, որ այս քանի տարի ոչ աշխատում էր, ընդհանուր գործընթացը համայնքային այգիները եւ ընդհանուր առմամբ համայնքային հողը ազատելու եւ վերադարձնելու համայնքին եւ դա նորից եմ կրկնում ոչ մի տնտեսվարողի, ոչ մի բիզնեսի դեմ չի։ Դա միայն համայնքին վերադարձնելու այն ինչ որ համայնքին է պատկանում օգտագործման տեսանկյունից։ Բայց ասում էր, եթե ինձ նախապես ծանոթեին, ես գոնե կհասնեի գույքս դուրս բերել։ Ջան, իրան երբ որ ծանուցում են, ինքը արդեն քանի տարի այդ գույքը չի աշխատում եւ ոչ մի բան այդտեղ չի իրականացվում, երբ որ մոտենում են արդեն ապամոնտաժման կամ ոնց որ մենք ենք ասում մաքրելու, դե հիմա գնում է քաղաքի մաքրման գործընթացը, եկեք այդ անունը ճիշտ դնենք։ Երբ որ գնում են մաքրման, իրանց նախազգուշացնում են, ասում են հանեք, դատարկեք, ժամանակ են տալիս, օգնում են, ոնց որ մեր վերջի բոլոր մաքրման աշխատանքների մեջ է, հա, մենք ոչ մեկի գույքը, միտում եւ ցանկություն չունենք վնասելու, բայց մենք էլ մեր գործընթացներն ու ժամանակային խնդիրներ ունենք լուծելու, այդ պահին եթե ուզում են օգնություն եւ դատարկելու խնդրանք, մենք իհարկե չենք մերժում եւ իրանց տալիս ենք ժամանակ, որ իրանք անեն, բայց այնտեղ ոնց հասկանում եք, տենց խնդիր չէր էլի, այնտեղ իրանք չէին էլ ցանկանում տեղից անել, ոնց հասկացա։ Չէ, ես հարցի ճշտով հարց տվեցի, ասեցի, եթե զգուշացրած լինեին նախապես, ինչ կանեիք, ասած գոնե գույքս կհանեի ներսից։ Ջան, ասում եմ, իր գույքը ոչ մեկ իրան չի խոչընդոտում հիմա հանելու։ Իսկ եթե ինքը հիմա գա ասի, ինչ ժամանակ տվեք, չգիտեմ, 1 ժամ, 2 ժամ, հիմա այսօրվա մեջ հանելու կամ ժողովուրդ ջան օգնեք հանել, էլ եմ ասում, ոչ մեկին մենք չենք մերժում եւ չենք խոչընդոտում, ոնց որ ասում եմ, նույն վերջի բոլոր ապամոնտաժման եւ մաքրման աշխատանքների ընթացքում բոլորին օգնել ենք, բոլորին աջակցել ենք, իրանց գույքերը հանել են ու տենց ինչ որ ոչ մեկ միտում չունի, էլի տենց բարբարոսաբար ինչ որ բան ոչնչացնելու։ Դրա միակ նպատակը այդ համայնքային տարածքները վերադարձնել համայնքին։ Պարոն Պետրյան, բայց տեսեք, այ քաղաքապետի որոշումը փաստորեն 3 է կայացվել, հրապարակվել Երևան-ԵՄ կայքում, բայց եկեք խոստովանենք, որ ոչ բոլորն են ամեն օր մտնում Երևան-ԵՄ կայք եւ նայում, թե քաղաքապետը ինչ որոշումներ է կայացրել։ Ջան, ենթադրում եմ, երբ որ դու ունես ապօրինի կառույցներ, դու պետքա մտածես, մանավանդ որ սենց գործընթացները ամեն օր քաղաքում տեղի ունենում, մտածես, որ մի օր էլ ոչ մեկ չի գնում էլ ինչ որ մեկի օրինական կամ սեփական գույքը քանդում։ Օրենքը չի պահանջում այլ ձևի ծանուցում, մենք էլ շարժվում ենք ըստ օրենքի։